մենք արդեն եղել ենք ընդդիմություն եւ չենք վախենում ընդդիմություն լինել եւ եղել ենք ընդդիմություն իր հոր երբ որ ինքը, ասենք Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար էր, խմբակցության ղեկավար էր, падգամավոր էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, տեսել ենք այն ամեն ինչը, ինչ որ իրանք անում են այդ ընդդիմությունը բռնաճնշելու ուղղությամբ, օրինակ իրանք հիմա ազատ ինչ ուզում անում են բառիս ուղիղ իմաստով, որտեղ օրենքն է այդպես նախատեսում, եւ նորից չենք վախենում ընդդիմություն լինել, որտեղ այդ ամեն ինչը կարծես թե սպառնալիք է հնչում, հեսա տեսեք ձեզ ինչ կանենք, երբ որ դուք լինեք ընդդիմություն, այդ մեկ։ Եվ ինչ որ մի փուլում, այո, մենք միգուցե եւ դառնանք ընդդիմություն։ Երկրորդը, ես պատասխանեցի այդ հարցին։ Մեր գաղափարները, մեր կատարած աշխատանքը, ահռելի աշխատանքը, որը վերջի ընտրությունների ժամանակ արդեն կլինի 8 տարվա աշխատանքը, մեր երկրի տնտեսական աճը, ասենք մեր երկրի հնան կրկնապատկվել է, աշխատատեղերի թիվը 200,000-ից ավելով ավելացել է, միջին աշխատավարձը բարձրացել է, մեր գաղափարները խաղաղություն հաստատել եւ հաստատված խաղաղությունը մեզ տալիս են վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։